Սիրելի հետևորդներ, ողջույններ բոլորիդ, հուսամ բոլորիդ մոտ ամեն ինչ լավ է, կարգին է, որ մարդ հաշվի առնի այն թերությունները, մանրուքները, ապա պիտի տխուր նստի, այնպես որ ձեր օրը ուրախ անցկացրեք, սիրելի հետևորդներս, մի նեղվեք չնչին բաներից, աշխատեք իրար չվիրավորել, չնեղացնել, բայց կան բաներ, որոնց շուրջ, որոնց մասին մարդ մտածում է, իրոք տխրում է։ Առողջական խնդիրներն էլ են մարդկանց մեծ ցավ պատճառում, որոնք էլ հիմնականում հանդիսանում են տխրության պատճառ։ Այնպես որ առողջ եղեք, առողջություն եմ ցանկանում բոլորիդ, առաջնային առողջություն։ Մնացած բաներն էլ ինքնստինքյան կլինեն։ Եթե մարդ առողջ չի, հիվանդ է, տկար է, աչքին ոչինչ չի գալիս, թե գործանելը, թե ուտելիք պատրաստելը։ Սա Լիլիթին ալբոմ նկարելու համար թերթերը իհարկե քիչ են, չկար հաստը, բայց մինչև հաստը կլինի։ Սա այդպես։ Մի քանի սնունդ, ուտելիք, բուսայուղ, վայ, ձու, այստեղ առանձին ցելոֆանի տոպրակի մեջ դրած է ժավել, ժեմչուկ, հիգիենայի պարագաներ, օճառ է, մի խոսքով սա այդպես եւ իմ սիրած կոֆեից, ոնց որ թե սա խմում եմ, էլ սև կոֆեն աշկիս չի գալու, սա այդպես եւ կարևոր բաները, կարևոր բաներից մեկն էլ սա է, գնդեվազի, պանիրը, բնավոր բիբարներով և սամիթով, շատ համովա, իրոք, այսօր էլ հենց ստացել են և համովա շատ, այդպես, յոգուրտներ, սա, հեսա Լիլիթը տեսնի, կերքի յոգուրտների աշխարհ, սա կարակ, էլի դնեմ սառնարանը գաթա մաթա սեզոնը բացվել է արդեն, բազուկ և ինչ եմ առել, մի քիչ ձավար է, աղացած ձավար, ջրիկ ճաշ, ջրալի ճաշ պատրաստելու համար, ոսպ է և այստեղ, ահա, մեր սիրած մակարոնից, նաև շաքարավազ եմ առել մի քանի, մի 5 կիլոգրամ, օղու հումք պետք է պատրաստենք և կարտոֆիլ, ասեմ, որ միս բան չեմ վերցրել տանը կա ու ուզում եմ ջրալի ճաշ պատրաստեմ ձավարով, բայց որ մեջը միս չլինի, հավատացեք մսով չեմ ուզում սարքել, այսքան է իմ քիչ ու միջ գնումները, գործերս բայց շատ են, նենց մանր գործեր են, բայց որ գործեր են, որ չփչան, օրինակ նայում եմ մրգի վազին, խնձոր է, դեղց է, ափսոսս գալիս է, մի քիչ թառամել են, մտածում եմ կտրեմ մի հատ բանկայով, կամպոտ սարքեմ, հենց եռացնեմ, չփակեմ խմելու համար, հոնը լվացել եմ, մի քիչ տենց լղկված տրորված էր, ջուր եմ լցրել ու դրել եմ, որ եռա, սառեց, քամելու եմ սոկ պատրաստեմ, ինձ թվում է շատ համեղ սոկ կլինի, մինչև ես այս երկու ձուկը մաքրեցի, կարմրախայտ ու սև ձուկա, ամաները լվացի, հոնը պատրաստ է, հոնը էփվեց, գոլորշին չի թողում, հաշվեց կսառի, սոկ, ջեմ, մի բան կանեմ, հաստատ չեմ թողի, որ փչանա, մի քիչ էլ հոն եմ պահել, որ այս մրգերի հետ կամպոտ սարքեմ, խմելու կամ փակելու ափսոսա, հետո ինչ դեղցը, մի քիչ թառամած ափսոսա, խնձոր է, էտեն, մաքրեմ կամպոտ անեմ, և
Սա դեղցն է, մանր այսպես փոքրիկ կտորներ, ինչի թափեմ, հա, մտածում ենք թառամելա, բանի պիտանի չի, բայց դե հիշենք, որ չրերից էլ լավ համեղ կամպոտ է լինում և ունենք խնձոր։ Իշխանն հետո իշխանը, չէ, մանավանդ որ վայքինն է։ Այս կողմի վրա էլ ես էլի թթու եմ դնում, դույլով դնեմ, տեղ եմ ուղարկում այս թթու։ Դրա համար դույլով եմ դնում, փակեմ, որ տեղ ուղարկեմ։ Ահա, բայց սա չի հերիքի, հատել կդնեմ։ Հոնա, ասում եռացնեմ սոկանը, են որ անում են է սիրոտ բանի պես, լավ կլինի, ես էլ են մրգերն է, որ չեն ուտում, մնաց է։ Այս գործերն էլ վերջացրեցի, այսօր մանր-մունր գործեր են, կիսատ թողած գործերի շարունակություն, թթուն էլ վեցրեցի դույլով, ահա, չիր ու չամիչի գործերն էլ բոլոր դժվար գործերից հետո եմ անում, են որ ուզում եմ իբր թե նստեմ հանգստանամ, հա, սիրելի հետևորդներ, ես էլ նստած ժամանակվա իմ գործը, պետք է պոչերը հեռացնեմ ու այսպես սիրուն ամբողջը լցնեմ այստեղ, նոր եմ սկսել իհարկե, մի հատ տեսեք ինչ փայլուն չամիչներ են, ես պատրաստման ձևը ցույց եմ տվել, ոչ մի շաքարավազ չեմ լցրել, ասեմ, որ մեր Վայոց ձորի խաղողը առհասարակ բոլոր մրգերը շատ քաղցր են, հիմա ես սա վերջնականը չէ, ես պետք է այս պոչերը հեռացնեմ, ամբողջը մի հատ եռացրած ջրի մեջ տենց թաթախեմ ու հանեմ, որպեսզի փափուկ չամիչ ստանամ։ Պատկերացնում եք քանի հատիկ է, քանի հատիկ չամիչ է։ Որի վրա պոչ կա, պոկում ենք պոչերը, այս չամիչները գցում ենք ստեղ։ Մի քիչ օգնի մորալը։ Ջերմաչափ դնես, ոյ, լավ չի, համ էլ հիվանդս տենց էլ հել է գնացել ես։ Ոսկի հանքել է, եկամ հանա։ Գյուղը կանգնի, գերանքը կոտրի, չէ՞ Լիլ։ Հե՞։ Լիլիթ, որ դու չլներ ես իշ կոնե, ինձ են կոն շոտ ես դու օգնում, այ Լիլիթ։ Ամիջը մաքրեցինք, իհարկե Լիլիթի օգնությամբ, Լիլիթն էլ օգնեց, որ մաքրեցի, մնաց հիմա սա խաշեմ, որ խաշեմ ավելի լավ է լինելու, գիտեք, չէ, այն ամեն թերություն ծածկում է, հիմա կասեք թերություն չկա, բայց ուշ ասեմ, որ շատ համով չամիչ է, բնական, այսա է բնական չամիչը, և ես էլ պարգևատրվեցի, կոֆե դրեցին, այս կոֆեն խմեմ նոր, ահա ջուրը եռած և չամիչը չորացրած լցնում եմ այս ջրի մեջ, ինչու եմ անում, հավասար փափկության լինեն չամիչները, ու ավելի լավ այս մի տեսակ չորությունը վերանում է, տեսեք ընդամենը ես իչքան եմ թողնում ջրի մեջ,
Իրանք ավելի ուռչում են, հավեսի, խառնում եմ, անջատեցի, այլևս հարկավոր չէ, վերջ, տանում եմ քամելու ու անմիջապես այստեղ լցնում եմ տաք վիճակում, վերջին կեսա կսարի, ավելի փափուկ, սիրուն, հավեսին չամիչներ կլինի, հեշտ տարակ, դե չոր վիճակում էլ ցույց կտամ, փայլը հաստատ նույն է մնալու, ով է եկել այստեղ, ինչով, ջերմաչափով, Լիլիթի վիճակը տխուր է, ոնց որ թե ուզում է հիվանդանալ, հա, արդեն հիվանդ ես, ոյ, Nasze ձեռքը սպնվավերսու Սիրելի հետևորդներ, երկրորդ փուլը սկսվեց, հյուրեր կան տանը, սունկ եմ սարքում, կապույտ ոտք սունկնա, սարցախցիկում էի դրել ու հիմա սարքում եմ։ Հոտը հավեսին տարածվեց, ասեմ մի պահ մտածում եմ, որ գարուն է, աղ եմ լցնում, թող մի քիչ տապակվի, սիրուն։ Մի րոպե աշես։ Մի հատ է խառնեմ ու սա էլ պատրաստ է։ Կանչեմ գան։ Ահա լավ կարմրել է։ Հավեսին։ Այլ հենց այսպես տապակով ինչ եք կարծում, լավ սեղան պատրաստեցի, հողակ ինչ կար դրեցի, կարևորը մարդու սիրտը մեծ լինի, սեղանի մեծությունը կարևոր չի, նույնպես պարունակությունը, կարևորը ինչ որ անում ենք, սրտանց անենք, սիրով անենք և այդպես ուտողներին է բարի ախորժակ, սա ծիրանի ճիր է, օղու հումք, Համարյա երման ջուր եմ լցնում վրան, որ փափկի, վաղը տրորենք, օղի պատրաստենք, սա էլ լցնեմ, արդեն բավական է, սիրելի հետևորդներ, ես չորացրած բիբարն եմ, աղում կարմիր փոշի, բիբար եմ սարքում, գիտեք արդեն տեսել եք, որ ես շատ չորացրել եմ ու հիմա պետք է աղամ, առաջինը աղում եմ մսաղացով, այս ձեռքի մսաղացով, իհարկե էլեկտրական կա, բայց էլեկտրականով չի կարելի, կփչանա, կվնասի, ավելի լավ է մի քիչ նեղություն կրեմ քաշեմ, բայց ապրանքը չփչանա, խնամքով վերաբերվենք և սա էլ է դժվար աշխատանք, քանի որ արդեն լավ չորացել, ասենց շխշխկում է չորությունից, թողնեմ եղանակը կցրտի, կխոնավանա, ավելի դժվար կլինի, քանի ժամանակն է և երկաթն էլ տակ-տակ են ծեծում, կտորներ, լավ էլ չորա, խրխրթալ են աղումը, ուղղակի ինչ հոտը առաջին իսկ աղալուց հոտը եկավ, Ես դեռ իմ անցած տարվա այս
կարմիր պղպեղը օգտագործում եմ, այնքան շատ է յարել, վաճառեցի, նույնիսկ շատ բաժանել եմ, բայց դեռ կա, որ չվերջացավ, ես էլ խանութից չգնեցի, լավ է։ Երև մի քիչ էլ կչորացնեմ, հաստատ, ես ինչ լավ հոտ եկավ, դադար եմ տալի, որպեսզի ավելի հեշտ լինի այս կտորները, ես մեծ են, փոքրացնեմ, որ վերցնեմ, արագ լցնեմ, աղա, գործս հեշտացնեմ։ Եվ գիտեք իշն է լավ, որ կծու չի, ու թե չէ հիմա ես ենքան էի պրշտացել, տենց գրիպոզ վիճակ էր եղել մոտս, կծու չի, հոտ կա սուր հաճելի, բայց ոչ կծում, բիբարներին ես ընդամենը տվել էի այսքանի, սա առաջի պարտիայի չորացրածն է 1000 դրամ, այնքան է լավ չորը, քիչ ծակծկված էին մատներս մասուրներից, հիմա էլ ես չոր բիբար է։ Իհարկե կարելի է լցնել մի հատ տենց կտոր է տոպրակի մեջ, ծեծել, գրտնակել։ Որը վերածեցի էլի մանր կտորների, սաղացով աղում եմ, այսպիսի խոշորություն եմ ստանում, ասեմ, որ մարդկա այսպես էլ է վերցնում։ Ինչ կա? Ուր ես գնում այդ տղա։ Խմանք։ Ահա, աղացի և վերջացրեցի, այսքան եղավ, ծանր է, կիլոյից ավել, եթե ոչ կիլոյից ավել, ապա 1 կիլոգրամ հաստատ կլինի, սա էլ քանդեմ, չգիտեմ հիմա, աղամ, ուշա, ուշ չի, երևի թե բերեմ աղամ, բլենդերով, ավելի մանր, որ փոշի լինի, ամենամեծը սա է, տարողությունը շատ է, չգիտեմ, լցնեմ այստեղ, քիչ լցնեմ, տեսնենք ինչ կլինի։ Ահա, աղաց, ավել փոշի արեք, կուզեմ մանր կանեմ, կուզեմ խոշոր, բայց դե այսպես լավ է, շատ լավ է, լցնեմ այստեղ, մինչև են սառնարանի ամանը կհանեմ, կլվանամ, սիրուն, նրա մեջ կլցնեմ, շատ ընտիր եղավ, գույնն էլ շատ լավ, կարմիր, սրանից ավել պետք չի,
Իհարկե, երբ որ լցնում ես արդեն ճաշերին, էլ ավելի կարմիր է լինում մքացնում է։ Նորից էլի լցնեմ։ Խառնվել եմ։ Քիչ անեմ, որ լավ լինի։ Նորից միացնեմ։ Եվ ահա աղացի վերջացրեցի։ Սա վերջինն է, մի հատ այսպես տուգենք, չէ, լավ էլ եղավ։ Ահա, սա էլ իմ կարմիր պղպեղը։ Այն որ ամեն ինչը արդեն պատրաստում ենք։ Այս ամանով եղավ, հիմա ինձ հետաքրքիր է, թե սա ինչքան է։ Պետք է ես կշռեմ։ Կշեռքը բերեմ։ Դրել եմ ցելոֆոնի մեջ ու հիմա բոլորիս էլ հետաքրքիր կլինի ինձ էլ։ Նախ կշեռքը պետք է զրո լինի ու բարձրացնենք։ Կիլո 75 գրամ, դե 75 գրամն էլ հանում ենք այդ տարան, 1 կիլոգրամ, 1 կիլոգրամ, լավ է։ Դե գիտեք, ես այդ բիբարին 1000 դրամ գումար էի տվել, մաքուր բիբարը, որ ոչինչ չեն խառնում, երևի մի 8000 դրամ, 7000 դրամ կլինի։ Ահա, ես այդքան օգտվեցի, չնայած ես ծախսեցի շատ ջանք, էներգիա, ժամանակս ծախսեցի, բայց արդյունքում ես ստացա մաքուր բիբար, այն որ ճաշ պատրաստելիս, երբ որ շերեփը դիպչում է կաթսայի տակը, այդ ավազի այդ զգացողություն չի լինի, իրոք չգիտեմ, ես չեմ կարողանում օգտագործել այդ խանութից գնացները, ինչ ասես, աղում են այնպես, որ սիրելի հետևորդներ, առակս ինչ կցուցանեմ, որ դուք էլ կարող եք բիբարը գնել, չորացնել ու տնային պայմաններում հեշտ տարբերակով ունենալ ձեր կարմիր բիբարը, որի հոտը հիմա տարածվեց իմ խոհանոցում, մանավանդ որ ճաշեր պատրաստելիս, կերակուրներ պատրաստելիս էլ ավելի համեղ է դարձնում, այնպես որ բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի դիտեք հետաքրքիր բաղադրատոմսեր, ինչերից ինչեր կարելի է ստեղծել, այնպես որ միալ արեք եւ հիմա էլ ուշ չի, ասեմ իմացեք, սիրելի հետևորդներ, հիմա էլ ուշ չի, սեզոնն է կարմիր բիբարի, կարող եք չորացնել, եւ թե չի էլ չորանա, կիսաչորանալ լինի, կարող եք ջրի ապարատի մեջ չորացնել, փորձեք, քիչ թեկուզ քիչ տարբերակով, որակի ու համի տարբերությունը անպայման կզգաք։ Ես էլ մաքրեմ, այս կարմիր բիբարի հետքերը վերացնեմ ու բոլորիդ էլ ասում եմ բարի գիշեր։